Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը ներդրվելուց ի վեր բուռն քննարկումների առարկա է դարձել, կրկին օրակարգում է։ Այս անգամ, սակայն, իշխանությունը գործընթացի էական պարզեցում է նախաձեռնում։ ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դնում օրենսդրական փոփոխություն, որը փաստացի կչեղարկի հայտարարագիրը պարտադիր հաստատելու պահանջը բնակչության մեծ մասի համար։ Եթե քաղաքացին պետական եկամուտների կոմիտեին արդեն հայտնի տվյալներից, օրինակ աշխատավարձից բացի, այլ եկամուտ չունի եւ ճշգրտելու անհրաժեշտություն չի տեսնում, նա կարող է պարզապես չմտնել հայտարարագրման համակարգ, պարզաբանել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Փափկեն Թունյանը։ Վերջնաժամկետից հետո, այսինքն նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը անգամ համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հասնված է այն տեղեկատվության հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել։ Այսինքն դրա համար չլրացնելու համար հայտարարագիրը որևէ էական պատասխանատվություն չի լինի։ Այս պարզեցումը չի վերաբերի նրանց, ովքեր կփորձեն թաքցնել Պեկին անհայտ եկամուտները, օրինակ գույքի վարձակալությունից ստացած գումարները։ Նման դեպքերի բացահայտման դեպքում քաղաքացիները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։ Միաժամանակ նախագիծը նախատեսում է մոտիվացիոն բաղադրիչ։ Սոցիալական վերադարձներից քեշբեքից օգտվելու համար քաղաքացուց կպահանջվի ակտիվ մասնակցություն։ Քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն կրթության եւ առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի եւ գոնե կհաստատի այդ հայտարարագիրը։ Գործընթացը հեշտացնելու նպատակով Պեկին կտրվեն նաև նոր գործիքներ։ Մասնավորապես քաղաքացիները կկարողանան առցանց համաձայնություն տալ, որպեսզի ՊԵԿ-ը բանկերից ավտոմատ ստանա նրանց ավանդներից գոյացած եկամուտների տվյալները, դրանք հայտարարագրում ներառելու համար։ Խորհրդարանական ընդդիմության շրջանում այս փոփոխությունները դիտարկվում են որպես ի սկզբանե սխալ եւ պոպուլիստական քաղաքականության խոստովանություն։ Տնտեսագետ պատգամավոր Թաթևոս Ավետիսյանի կարծիքով պահանջն անիմաստ էր եւ որևէ կապ չուներ ստվերի կրճատման կամ կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Այն տեղեկատվությունը, որ արկա է պետության մոտ, այսինքն եկամուտների անձնավորված հաշվառման համակարգում, այդ նույն տեղեկատվությունը դնել հայտարարագրում, հետո էլ ասել քաղաքացի մտի այդ տեղեկատվությունը հաստատի, որ գա ինձ, այսինքն 10 քաղաքացուն հետո քաղաքացուց հետ ստանաս, որևէ կերպ դա ոչ թափանցիկության, ոչ արդյունավետության իմաստով որևէ արդյունք չի ստեղծում։ Ավետիսյանի խոսքով իշխանությունը 2 տարի մարդկանց տերորի էր ենթարկում մի պահանջով, որը լուրջ դժվարություններ էր ստեղծում հատկապես տարեցների համար, որոնք չեն տիրապետում էլեկտրոնային գործիքներին։ Նա համոզված է, որ նոր փոփոխությունը պայմանավորված է գալիք ընտրություններով եւ հանրության շրջանում տիրող արդարացի դժգոհությունը մեղմելու փորձով։ Այնպես չի, որ բացական հետևանք չարմատավորվեց, հերթական պետական կարգավորման գործիքն է, որ պետությունը կառավարությունը քարոզեց, դրա կարևորությունը, այսպես ասենք, կապեց որոշակի նպատակների հետ, հետո էլ չեղարկեց եւ մարդկանց մոտ փաստորեն արդեն այս համակարգը ընդհանուր առմամբ թափանցիկության եկամուտների, այսպես բացական արձագանք ստացավ եւ հեղինակազրկվեց։ Քաղաքացիների արձագանքն է թերահավատությունից մինչև թեթևացում։ Մեր հարցախույզի մասնակիցներից շատերը գործընթացի սկզբանե համարել են ավելորդ քաշքշուկ։ Նկատեցի, որ անիմաստ է, քանի որ բոլորիս եկամուտները երևում է պետեկամուտներում, այսինքն աշխատավարձեր եւ այլն, բոլորս երևում ենք դաշտում։ Այսինքն անիմաստ չարչարանքեր եւ ավելորդ քաշքշուկ մանավանդ 60+ տարիքի մարդկանց համար։ Իրանք ամեն ինչը տեսնում են մեր հարկայինը տեսնում, ամենք ինչ եկամուտ ունենք, բանկերը իրանք ունեն այդ ամեն ինչը կարող են տեսնել, ինչ միտք ունի։ Լրացուցիչ ժողովրդին ավելորդ ինչ-որ գործ է դա։ Ոմանք էլ հայտարարագրի պահանջի, հետո էլ մեղմացման մասին մեր հարցին ի պատասխան շտապում են ներկայացնել իրենց սոցիալական դժվարությունները։ Ինչ հայտարարագրեմ, եթե ես ընդամենը ստանում եմ 83,000 դրամ, հայտարարագրեմ, որ իրենք էլ այդ փողը տանեն ուտեն, իրենք նստած տեղի ինչ փողեր են ստանում, ոչինչ բան չեն անում, իսկ մենք ամբողջ օրը ոտքի վրա վազում ենք, ոչինչ բան չենք ստանում։ Կառավարության հետ համատեղ մշակված նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ ռեժիմով, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի մինչև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1-ը։ Նարինե Ղուկասյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։